Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր ես կպատմեմ իմ մանկության գյուղի մասին, Արփի գյուղի մասին։ Արփի գյուղը հիմնադրվել է 1965 թվականի Եղեգնաձորի շրջանի Գնիշի գյուղի տարհանված բնակչության բազայի հիման վրա։ Արփի գյուղում բնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Գյուղն առանձնանում է իր գեղեցիկ բնությամբ։ Այստեղ հոսում է Արփագետը։ Գյուղը հարուստ է նաև պատմամշակութային ժառանգությամբ։ Այստեղ գտնում է 44 պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարերը։ Այստեղ գտնում է Վահիկ Լևոնյանի անվան հուշարձանը, որը տեղակայված է իր անվան դպրոցի բակում։ 44-օրյա պատերազմում զոհվածների խաչքարերը կառուցվել են 2021 թվականին Մանատ Կարապետյանի կողմից, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին մարդիկ այցելում են հուշարձան եւ հարգանքի տուրք են մատուցում զոհվածների հիշատակին։ Վահիկ Մայակի Լևոնյան ծնվել է 1923 թվականի հունիսի 15-ի խորհրդային Հայաստանի Գնշի գյուղում։ Սովորել է գյուղի 7-ամյա դպրոցում։ Ավարտել է Երևանի ակումբագրադարանային տեխնիկումը։ 1941-ից 42 թվականները աշխատել է շրջանային պիոներ տան վարիչ, ինչպես նաև Գնշի գյուղի դպրոցում ուսուցիչ։ 1942 թվականին զորակոչվել է բանակ, ավարտել հրետանային դպրոցը եւ մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ Մասնակցել է Մոզդոկի շրջանի եւ Պերեկոպի պարանոցի մարտերին, ինչպես նաև Սիմերֆրոպոլ եւ Բաղչիսարայ քաղաքների ազատագրմանը։ Մասնակցել նաև Լեհաստանի ազատագրմանը։ 1945 թվականին Բեռլինի Կոմերսդորֆի շրջանում կասեցնել է գերմանական զորքերի առաջխաղացումը։ 1943 թվականին պարգևատրվել է արիության համար մեդալով, 1945 թվականին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման եւ պարգևատրվել Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։ 1946 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով եւ ոսկե աստղ մեդալով։ Վահիկ Լևոնյանը մահացել է 1945 թվականի հուլիսի 24-ին Բեռլինում։ Արփի գյուղը հարուստ է զբոսաշրջային վայրերով։ Այստեղ գտնվում է Ուռենի հյուրատունը։ Արմինեն եւ Վարդանը 2018 թվականին իրենց տնամերձ տարածքում հիմնել են հյուրատնային բիզնես։ Հյուրատունը ունի 2 սենյակ, իրենց սան հանգույցներով։ Ունի նաև խոհանոց, որտեղ նախաճաշում են հյուրերը։ Հյուրատունը շրջապատված է ընդարձակ այգով եւ գեղեցիկ բակով։ Այգում կան տարբեր պտղատու ծառեր։ Բակում գտնվում է գեղեցիկ տաղավար, որտեղ հյուրերը սնվում են եւ իրենց ժամանցն են անցկացնում։ Հյուրատուն են այցելում տարբեր երկրներից զբոսաշրջիկներ եւ տեղացի հայեր։ Հյուրատունը զբոսաշրջիկներին գրավում է իր գեղեցկությամբ եւ հարմարավետությամբ։